Ողջույն բոլորին, այս տեսանյութում դեկտեմբերի 2-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 15:04 դեռ կլինի լուսնային 12-րդ օրը։ Սկսված է արդեն ժամը 15:04-ից մինչև դեկտեմբերի 3-ը չորեքշաբթի օր, ժամը 15:20 կլինի արդեն լուսնային 13-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի մինչև ժամը 07:13, սկսվել է նախորդ օրը գիշերը մինչև արդեն դեկտեմբերի 2-ի առավոտյան շատ շուտ 07:13։ Դրանից հետո արդեն լուսինը շարժվում է առաջ։ Դեկտեմբերի 2-ին լուսինը գտնվում է ցուլ նշանում, պարանոցը, ձայնալարերը, կոկորդը, վահանաձև գեղձը, նշիկները և Ադամի խնձորը։ Այս օրգանները բավականին զգայուն են և դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք ցուցաբերեք։ Իսկ աճող լուսնի ժամանակ դեռևս վիրահատություններ չի թույլատրվում։ Լուսնային 13-րդ օրվա խորհրդանիշը դա ճակատագրի անիվն է, Սամսարան։ Այս խորհրդանիշը համեմատվում է օձի հետ, որը գծում է իր պոչը, նաև կոչվում է վերածնունդ։ Օրվա կարգախոսը երբեք ուշ չէ սովորելու համար։ Օրվա գույներն են բաց կապույտը և մուգ կապույտը։ Օրվա քարերն են ռուբինը, սպինելը և տուրմալինը։ Այսօր եթե որևէ բան ճիշտ չանցնի, ապա դրա մեղավորությունը միայն մերն է, և վրդովվելու ու նեղվելու փոխարեն ավելի լավ է ետ գնանք և մտածենք, թե որտեղ ենք սխալ թույլ տվել, որ այդպես է եղել։ Եվ եթե այլևս ոչինչ հնարավոր չէ ուղղել, ապա հարկավոր է միայն ներողություն խնդրել այն մարդկանցից, ում նեղացրել ենք, կամ եթե կապված է գործի հետ, ապա մտածենք, թե ինչպես փոխել այն և ուղղել սխալները։ Այս լուսնային օրը հարկավոր չէ շտապել առաջ, այժմ ավելի լավ է ետ նայել և ուղղել միայն սխալները։ Այսօր ոմանց կյանք կվերադառնան անցյալից որևէ մարդիկ, որևէ իրադարձություններ, բայց փոխված տեսքով։ Եվ կարծես ճակատագիրը մեզ ևս մեկ հնարավորություն կտա։ Ժամանակին սխալվել ենք նմանատիպ իրավիճակում, իսկ այժմ մենք հնարավորություն ունենք վերարտադրելու իրավիճակը։ Արեք այն, ինչ ձեզ հոգեհարազատ է։ Ովքեր աններդաշնակություն են բերում ձեր կյանք և խլում ձեզանից ձեր էներգիան, եւ եթե իհարկե սրտանց եք ցանկանում, որպեսզի հեռվանան ձեզանից, ապա շատ լավ ժամանակ է դա անել այսօր, լուսնային 13-րդ օրվա ընթացքում։ Եթե ունեք որևէ ընկեր, ընկերուհի, որի հետ խոսելուց, շփվելուց հետո տանջվում եք սեփական անարժեքությունից, անհաջողությունից եւ մտածում եք, որ իրենից ցածր եք կամ իջաք, ապա ճիշտ ժամանակն է իրեն հրաժեշտ տալու համար։ Մարդկանց հետ շփվելուց պետք է նաև լինեք եւ շատ հանգիստ եւ ուրախ։ Եվ թեթև լսեք ուրիշների խորհուրդները եւ դուք կարող եք ինչ-որ բան սովորել նրանցից։ Այսօր շատ հանգիստ ընդունեք, եթե օրվա ընթացքում հանկարծ կսկսեք տանջվել, վերհիշել վաղուց արդեն մոռացված որոշ խնդիրներ եւ տհաճ հիշողություններ։ Սա միայն նշանակում է, որ հարկավոր է վերջապես ազատվել դրանցից, որ դրանք բացասական են ազդում ձեզ վրա։ Այսօրը ձեզ կօգնի հաղթահարել շատ բաներ։ 13-րդ լուսնային օրվա հիվանդությունները վտանգավոր են, պետք է անհապաղ դիմել բժշկական հաստատությունների օգնությանը։ Ի վերջո, առողջությունն ամենակարևորն է, երջանկության բաղադրիչը։ 13-րդ լուսնային օրն ամենահաջող շրջանն է մարմնի երիտասարդացման համար։ Դեղերը շատ լավ են ներծծվում։ Հղիություն։ Լուսնային 13-րդ օրվա բեղմնավորված երեխայի կյանքում ամեն ինչ կլինի պատահականորեն, այսինքն պատահական վատը կլինի կամ լավը։ Այդ ամենը կապված է իր կարմայի հետ, կլինի երջանիկ թե ոչ։ Այդ երեխան իր հետ կբերի կամ ազատություն, կամ կախվածություն, կամ երջանկություն, կամ դժբախտություն։ Դա է իր աշխարհ գալու կարման լինելու։ Լուսնային 13-րդ օրը ծնվում են երեխաներ, որոնք մեծանում են որպես աղմկոտ եւ շարժուն մարդիկ։ Նրանք սովորաբար ապրում են մինչև խոր ծերություն։ Այսօր ծնված մարդն առանձնանում է ուրիշների հետ հեշտությամբ շփվելու ունակությամբ, բայց եթե համբերություն չունեցավ, ապա կլինի բամբասկոտ եւ դժվար իրեն կկարողանա այդ հարցում կառավարել։ Այսօր ծնվում են ստեղծագործողներ, իդեալական ուսանողներ, ովքեր հեշտությամբ են տիրապետում տեղեկատվությանը եւ հաճույքով սովորում։ Մի քիչ դժգոհ են լինում, քանի որ ստեղծագործական առումով մշտապես որոնումների մեջ են լինում, եւ նրանք միշտ ձգտում են հասնել կատարելիության։ Նրանք արվեստագետներ են լինում, ովքեր աշխարհում հայտնաբերում են պատկերներ, որոնք գոյություն են ունեցել աշխարհի ստեղծման օրվանից։
Նրանց երբեք բավական չէ այն, ինչ ունեն։ Լուսնային 13-րդ օրն ամենաիդեալական ժամանակահատվածն է նախ գինում անհայտ մթերքներն ու տեսները փորձելու համար։ Կարող եք փորձել ամեն ինչից, բայց քիչ-քիչ։ Այսօր կարող եք լիքը ուտել, եւ չպետք է անհանգստանաք, որ քաշքա հավաքեք, այսօր այդ օրը չէ։ Այգեգործության համար, եթե այսօր մոլախոտների հետ եւս արմատախիլ կանեք օգտակար բույսերը, ապա կրկին պետք է ցանեք դրանք, տնկեք դրանք։ Այսօր ձեր մազերը ցանկացած երկարությամբ կտրելը կսրի ձեր ինտուիցիան, որը ձեզ կօգնի ձեր հետագա կյանքում։ Կհասկանաք, թե ինչպես բարելավել ձեր կապիտալը եւ մեծացնել ձեր բիզնեսը։ Նաեւ մեծ հաջողություն կունենաք եւ հաջողության կհասնեք։ Մազերը կտրելը նաեւ կօգնի ձեզ հաշտություն կնքել այն մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չեք կարողանում հաշտվել եւ վաղուց չեք շփվում։ Դուք կունենաք խիզախություն եւ կգտնեք ճիշտ խոսքեր զրույցը սկսելու համար։ Այսօրը հարկավոր չէ մազերը ներկել, այն կխլի ձեր ուժը։ Մազերը ներկելով ուրիշների վրա տպավորություն չեք թողնի, իսկ ձեզ էլ դուր չի գա այն ինչ որ կստացվի։ 13-րդ լուսնային օրը անհաջող է բոլոր նոր գործերը սկսելու համար։ Մի սկսեք այսօր ոչ մի նոր գործ, այսօր միայն կարող եք վերանայել ձեր գործը։ Վերանայեք պայմանագրերը, ուղղեք սխալները, բայց ոչինչ մի սկսեք այսօր։ Շարունակելով ձեր բիզնեսը դուք ասես կվերադառնաք սկզբին եւ կրկին ամեն ինչ կսկսեք նորից մինչեւ էլի հասնեք այսօրվան։ Շատ լավ է միայն այն դեպքում, երբ շատ սխալներ եք արել եւ այլևս դրանք չեք կրկնի։ Եթե ցանկանում եք փակել ձեր բիզնեսը, ապա այսօր բարենպաստ օր է դրա համար։ Իհարկե այն բիզնեսը կամ աշխատանքը, որն արդեն դադարել էր իր գործառույթները կատարել։ Այսօր ցանկալի է զերծ մնալ նոր ծանոթություններից ու շփումներից։ Հնարավոր է հանդիպում միայն այն մարդկանց հետ, ումից ժամանակին բաժանվել եք, բայց ոչ ամենաուրախ ձևով։ Միգուցե ձեր առաջին ամուսինը կամ կինը այդքան էլ վատը չէին, եթե իհարկե նրան նայեք իմաստուն աչքերով։ Եթե նա հայտնվի ձեր առջև լուսնային 13-րդ օրը, ուրեմն նա կսկսի ուրիշ կերպ նայել այն մանրուքներին, որոնց պատճառով ձեր ճանապարհները բաժանվեցին, եւ հավանաբար դեմ չլինի փորձել ամեն ինչ նորից սկսել։ Այսօրը արգելված են ամուսնությունները եւ նշանադրությունները նրանց համար, ովքեր ամուսնալուծված են։ Շատ հարմար օր է հաց թխելու համար եւ տան վերանորոգման համար, նաեւ տուն գնելու համար։ Աշխատանքը փոխելու համար 13-րդ լուսնային օրը համարվում է ամենավատ օրերից մեկը, բայց այս շրջանն իդեալական է քննություններ հանձնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ոչ միայն վերադասի, այլև ընկերների հետ շփվելու համար։ Բարենպաստ օր է թալիսմաններ պատրաստելու համար, քարեր, թղթե, մետաղի վրա պաշտպանիչ նշաններ դնելու համար։ 13-րդ լուսնային օրվա երազները ձեզ կպատմեն այն ճանապարհը, որը դուք պետք է անցնեք, որպեսզի կյանքը փոխվի դեպի լավը։ Այսօրվա երազները գրեթե միշտ իրականանում են, կարևոր է լսել երազների հուշումները։ Երազները իրականանում են 10-րդ օրը։ Այսօրվա կանխատեսումները կարող են փոխել ձեր ճակատագիրը։ Այնինչ այսօր կսովորեք, ապագայում ձեզ շատ անհրաժեշտ կլինի։ Ինչ կարելի անել այս օրը։ Նոր գիտելիքներ ձեռք բերել, գիտելիքների եւ փորձի փոխանակում երեխաներին, ինքնախնամքով զբաղվել եւ ցանկացած սնունդ կարող եք ուտել։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը։ Կայացնել պատասխանատու որոշումներ, վերցնել բարդ նախագծերի իրականացում։ Այսօր բարենպաստ է միայն մեկ ձուկ որսալ, բրեմ, նաև պլաստիկ վիրաբուժության համար է բարենպաստ, երեխայի ծնունդի, կարմիր թել կապելու համար է բարենպաստ, ծակել ականջները, նաև բարենպաստ է գումար հետ գցել, հավաքել, անշարժ գույք ձեռք բերել, ջրհոր փորել, ձվերը դնել ինկուբատորի մեջ, ամուսնալուծության համար է լավ, նաև հոնքերի եւ թարթիչների ուղման համար է լավ եւ այգեգործության համար բարենպաստ է մանուշակների փոխպատվաստումը, բույսեր ջրելը, նաև բարենպաստ են, ելակի տնկում, սող հավաքել, որդատունկը կտրել, խաղողի տնկում եւ ազնվամորու, նաև գլադիոլուսների համար է շատ բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։